Դատական նիստը, ինչպես բոլորդ գիտեք, ժամը 8:30-ից ընթանում է, ինչպես հարցեր, այնպես էլ պատասխաններ են հնչել, առարկություններ են ներկայացվել։ Պետք է նշեմ, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, դատական ակտը հրապարակվելու է առավոտյան ժամը 9:30-ին։ Ինչ վերաբերում է ներկայացված միջնորդությանը, միջնորդությունը ակնհայտ անհիմն է, բացակայում է հիմնավոր կասկածը, ինչպես փողերի լվացման դրվագով, այնպես էլ քրեական օրենսգրքի մյուս դրվագով, այն է իբրև թե Ալիկ Ալեքսանդր Ալեքսանյանը նյութապես շահագրգռել է անձանց, որպեսզի մասնակցեն հավաքների։ Մինչդեռ քրեական վարույթում չկա գեթ 1 փաստական տվյալ, չունենք գեթ 1 անձի ցուցմունք, հարցաքննված շուրջ 150 վկաներից որևիցե մեկը չի նշել իր ցուցմունքով, որ իբրև թե Ալիկ Ալեքսանյանը իրեն նյութապես շահագրգռել է, որպեսզի մասնակցի հավաքների։ Եվ այս պայմաններում խոսել վերջինիս նկատմամբ որպես այդպիսին ամենածանր հարկադրանքի միջոց կիրառելու մասին, ակնհայտ է ինչի հետ գործ ունենք։ Սա հերթական քաղաքական հետապնդումն է։ Բացարձակ ապօրինի մեղադրանքի հետ մենք գործ ունենք, ներկայացված միջնորդությունը որևէ կերպ փաստարկված չի, հիմնավորված չի, օգտագործել են փողերի եզրույթ, այսպես ասած տերմինը, դա ինձ թվում է օգտագործել են գործին որոշակի հնչեղություն տալու համար, ինքը կիլոմետրերով հեռու է, այսպես ասած, փողերի լվացման հատկանիշներից, մեր վստահորդի արարքում որևէ հանցագործության հատկանիշներ առկա չէ, եւ այս ամեն ինչը ուղղակիորեն քաղաքական հետապնդման հերթական դրսևորման ձևերից է։ Բոլորին հայտնի է, որ մեր վստահորդը ուներ շատ մեծ աջակցություն Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին եւ այս ձևով փորձում են լրացնել մեր վստահորդին։ Ես կարծում եմ դա օբյեկտիվ չի, իրավաչափ չի եւ օրենքի հետ որևէ կապ եւ առնչություն չունի, այսքանը։ Որպես իրավաբան ինչ ակնկալիք ունեք այս։ Դե նայեք, մենք միշտ ակնկալիք ունենում ենք դատավորից դրական, բայց չպետք է մենք անտեսենք համատարած քաղաքական հետապնդումների, քաղաքական ճնշումների բանը, տեսակետը, հնարավորությունը եւ այդ քաղաքական ճնշումների կոնտեքստում մի քիչ բարդ է պատկերացնել նմանատիպ հնչեղություն ունեցող գործերով օբյեկտիվ դատական ակտ, բայց հուսով ենք, միտեղ նաեւ վստահ ենք, որ դատավորը իր մեջ կգտնի մեծ համարձակություն, դեմ կգնա այդ ճնշումներին եւ կկանգնի հենց բուն արդարադատության կողքը։